Հայը Հովհաննես Շիրազ, կոչումը բանաստեղծ, ծննդավայրը Ալեքսանդրապոլ, այժմ Գյումրի, 1915 թվական ապրիլի 27, կտակը հայորդուն, քեզ մասիսն եմ կտակում, որ դու պահես Հավիտյան, որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հորտան, ու Նախիջևան, որպես մասունք հայության, պահիր որպես մեր լեզուն, որպես սյունը քո հորտան։ Համուր պայեք հայոց լեզուն, հայոց լեզվով է հայ ժողովուրդը այսքան թայեր հայ մնացել, հայոց լեզվով է հանճարև շատուտը ստեղծել, հայոց լեզվով է ստեղծել այն քրական հսկաներին, որոնք հայոց լեզվին առջև գլուխ են խոնարհում, նույնիսկ հայոց լեզվի, հայոց գրերի ստեղծողը ինքն էլ դիմավոր կենտրոնանա, այսօրվա հայ ժողովրդի առջև գլուխ է խոնարհի։ Շիրազին արգելված էր ցանկացած արտասահմանյան ուղևորություն։ Պատկան մարմիններն ամեն ինչ անում էին իրենց գործակալների միջոցով բանաստեղծին Սփյուռքում վարկաբեկելու համար։ Սակայն միևնույն է, սփյուռքահայերը ցանկանում էին տեսնել իրենց սիրելի բանաստեղծին։ Ահա թե ինչ էին գրում բեյրութահայ երիտասարդներն իրենց նամակում։ Մենք ողջունեցինք մեր սիրելի բանաստեղծներն շատերը, բայց դեռ չտեսանք մեր օրերու ամենայն հայոց բանաստեղծ Շիրազը։ Անուր չվիճակվեցավ բախտը այցելելու մեզի։ Ոման կսին, թե Շիրազ խման է, Կիգինովնա եւ իր զգացումներուն չի կրնար սանձ դնել։ Շիրազը պետք է գա արտասահման եւ առաջին անգամ Լիբանան։ Իր իրավունքն է տեսնել ծովացած հայությունը։ Աչքերովը պետք է տեսնես Սփյուռքի իրականությունը, որ իր գրիչը ծովանա, որ իր սիրտը հովանա։ Մասիսի կարոտով այրող բանաստեղծը կայրի նաեւ Սփյուռքի տենչով։ Շիրազը տեսած է Մասիսը մեկ կողմեն։ Պետք է տեսնեմ մյուս կողմեն եւս, որպեսի Մասիսը գծելու իր պատկերները ըլան ամբողջական լրիվ։ Սա սփյուռքահայ երիտասարդների խնդրանքն էր, որն ավաղ այդպես էլ չիրականացավ։ Այդպես էլ սփյուռքահայերը կարոտ մնացին իրենց սիրելի բանաստեղծին, իսկ բանաստեղծն էլ աչքերը փակեց, միշտ երազելով տեսնել աշխարհասփյուռ իր եղբայրներին ու քույրերին։ Մի սփյուռքահայ գրող եկել էր Հայպետրատ, մոտեցավ եւ դուք եք Հովհաննես Շիրազ, ասաց, ինչ է, նման չեմ։ Չասաց չեմ տեսել ոչ մի անգամ, նկարներով հիշում եմ նկարներդ, հիմա նայեցի, հիմա նոր համոզվեցի, որ դուք եք։ Չոքեց սկսեց այս կոստյումի փեշա սկսեց համբուրել։ Վեր կացավ մարդ, ինչ կուզես ինձ, ասաց Շիրազը։ Մարդը վեր կացավ, ասաց Շիրազ, մի հարց ունի, հարցումն ունի, ասաց, երբ պիտի տպագրվի քո անի պոեմը։ Ասաց, իմ անի պոեմս երևի թե պիտի տպագրվի վերականգնված Անիի տպարանում։ Անին վերադարձնեն Հայաստանին, Բագրատունյաց մայրաքաղաքը նորոգենք, այնտեղ տպարանում ենք, այնտեղ կտպվի իմ պոեմս։ Այստեղ չի տպվի։ Ինչու՞։ Ասաց, որովհետև իմ անի պոեմը քանի կար Կենտկոմի, արջերի, վագրերի, բորենիների, գայլերի, աղվեսների եւ նման բոլոր խարդախների ճանկերի մեջ էր։ Այնտեղից մի կերպ հրաշքով պոկել, փայկել, բերել եմ այստեղ, ընկել է այս պետհրատի ճանճերի, մոծակների, մորեխների, գորեխների, բզեզների եւ այլնի ձեռքը, որոնք ամեն տեղից խմբով արձակվելով քրքրեն գա։ Ես չգիտեմ իմ պոեմը երբ պիտի տպվի, երևի Անիի տպարանում։ Դեռևս խորհրդային տարիներին Շիրազը համարձակություն ունեցավ գրելու նաև Ղարաբաղի մասին։ Իրավան բնադարձավ Արցախյան ազատագրական շարժման առաջնորդը։ Հովհաննես Շիրազի Ղարաբաղի ողբը բանաստեղծության հետ կապված մի պատմություն կա։ Երբ Շիրազին Լենինի անվան շքանշան էին խոստացել այդ բանաստեղծությունից հրաժարվելու դեպքում, նա պատասխանել է. Ես շքանշան չեմ ուզում, այդ բանաստեղծությունն իմ շքանշանն է, այն էլ ոչ թե դրսից, այլ ներսից։ Դունեն գլխից հայոց հող ես, աստվածացնա իմ լեռնաձոր, քո դերախտից ձեր քաշող հայն վայն է հայոց, ով մեղրաձոր։ Թե եղբայր են, ինչու են քեզ մեր մեջ դարձրել կրվախնձոր, Ղարաբաղը մորս կանչն է, ինձ է կանչում հույսով տրտում, Ղարաբաղը իմ կակաչն է, կարմիր, բայց սև ունի սրտում։ Բռնել չեղավ, աքսորել չեղավ, այն տարիների ամբողջ իրեն կյանքի տարիների այդ բաները, երևույթները մինչև որոշ մարդկանց համար եւ մեզ համարել եւ իրեն համարել անհասկանալի էր, թե ոնց եղավ, որ ինքը չաքսորվեց, չձերբակալվեց, նույնիսկ գնդակահարվեց։ Այո, Հովհաննես Շիրազի գրական կյանքը զերծ չի եղել հալածանքներից, գրողական զրպարտանքներից,
խորհրդային գրաքննությունից, երբ բանաստեղծի շատ գործեր, պոեմներ խմբագրվում էին կոպտորեն աղավաղելով, աղճատելով ստեղծագործությունները։ Հանվում դուրս էին մղվում հատվածներ, որոնք պարունակում էին հայրենասիրական մտքեր։ Շիրազի իմ ընկեր Լորիկը գիրքը տպվելուց հետո 9 տարի մնաց արգելված կալանված, որովհետև այնտեղ տեղ էր գտել նաև Տիգրան Մեծի Վիշտը պոեմը։ Հովհաննես Շիրազի Քնար Հայաստանի առաջին հատորը տպվելուց հետո արգելվեց վաճառքի հանել, նույնիսկ հրահանգված էր այն այրել։ Շիրազը վտանգավոր էր, Շիրազը չպետք է տպագրվեր։ Այս էր համայնավարների որոշումը, իսկ Շիրազը պետք է գրեր։ Մեղքը վիզի իմ չար բախտի, թեկուս կյանքից ինձ զատեն, ախ, միայն թե Արարատի հողը որդիք սազատեն։ Հիշում եմ հենց այս տանը իր գրասենյակում ինքը փակվում էր, իմ մանկական այս դվասեմանկության վատ հիշողություններից է դա, ու գոռում էր, լացում էր, որ մենակ եմ։ Այսօր է, որ հիշում եմ, մենք փոքրերս բան ենք անում, չենք հասկանում ինչա կատարվում իր հետ, մեր համար տարօրինակ էր հոր լացը, գոռոցը, բայց որ այսօր հիշում եմ, ու մտածում եմ, իհարկե ինքը մենակ էր։ Ամեն անգամ, երբ որ մտնում եմ թորնադուն, ինձ թվում է, թե ես հին դարերն եմ ընդունում իմ հոգու մեջ։ Հին դարերն եմ ըմբում, մի բաժակ գինու պես։ Ինչպես մի բաժակ եմ գինու ըմբում, այդպես ըմբում եմ ես հին դարերի հայոց պատմությունը, հայոց ամբողջ կյանքը, հայոց հին հազարամյակները։ Նոր որը հոտ քաշեցի վանանդի կրխից, այն հացի հոտն զգացի։ Կարծես այն թորների հոտն արա։ Հացը հավիտենականություն է, հացը ժողովուրդն է։ Դրա համար ես շատ ուրախացա, որ ինձ տարակ թոնատունը, շատ։ Այն հաց թխող կնոջ ձեռքերը որ համբուրեցի, ես զգացի նաև մորս ձեռքերի համը, երբ նա ինձ գիրկն էր առնում։ 1000 տարի հետո էլ հացը նույնպես է, հացը անաբազարյա հավիտենականություն է։ Խորհրդային անդեմ ժամանակներում, երբ հայոց մեծ եղեռնի թեման արծարծելը համարվում էր ազգայնամոլություն, Հովհաննես Շիրազը հավատարիմ իր ներսում կրած արժեքներին դարձավ այնքան մոտ եւ այնքան հեռու Մասիսի հավերժական երգիչը։ 1.5 միլիոն անմեղ հայերի ողբերգությունը Հովհաննես Շիրազ բանաստեղծի մշտարթուն մորմոքն էր։ Ոչ մի ռեժիմ ու սպառնալիք չկարողացան լրացնել բանաստեղծին։ Հայոց ցեղասպանության մասին Շիրազի մեծակտավ պոեմը «Հայոց Դանթեականը» գրվեց խորհրդային տարիներին եւ բնական էր, որ ժամանակի գաղափարախոսության կողմից պետք է մերժվեր։ 41 թվականից սկսված այդ պոեմը մինչև կյանքի վերջը նա չարչարվեց, խաբեցին, համոզեցին, հիացան, բայց չտպագրեցին, որովհետև տարբեր պատճառաբանություններ մեջտեղ էին բերում, առաջարկում էին կրճատումներ, որոնցից պիտի աղճատվեր ամբողջ պոեմը եւ այն նպատակը, որ Շիրազը դրել էր իր առջև։ Օրինակ, առաջարկում էին ինչը հանել։ Շիրազն այն ժամանակներում գրել էր. Թուրքն հայի արնից ձեռքերը հանում, Աստծու արցունքի մեջ է լվանում, սրբում սրբիչով ազգերի տված, ցնծում լռությամբ նրանց անաստված։ Ասում փոքր պոեմս դրա համար եմ գրել։ Որքան տառապանք բաժին հասավ մեծանուն հայորդուն, ազգի նվիրյալ զավակին Հովհաննես Շիրազին միայն նրա համար, որ շատ, անչափ շատ էր սիրում իր ազգը։ Ամենևին էլ պատահական չէ, որ հերթական հիասթափության պահին բանաստեղծն ասել է. Երանի անտաղանդ լինեի, այսքան չէին հալածի, այսքան մենակ չէի մնա։ Ով աստվածային դժնի դժողքում դիտաղած Դանթե, միթե չպիտի հայոց դժողքում արցունքդ կկաթե, ասիրտդ կջրվում, իմ սրտի նման և մեջ կտե ծրվում, տես, սյուներ նահա կախաղանների, այս ինչ է դեր իմ, աստվածի բանգուտ, կախաղանասյուն ողջ անտար մի մութ, 750 ծարերից կախված,
Հիսուսից էլ սուրբ, հայերն իմ բարի, Յաթաղանի դեմ Հիսուսից խապված, խաչ բռնած, ընթեմ յաթաղանների, անզեն Հիսուսներ, զինված զորքի դեմ, ահա թե մեր բախտն ինչով էր դժխել, մանուկներ կախված, Հիսուսներ թխլիկ, մայրեր ու հայրեր, եղբայրներ խաչված, չես կնջրվելու ով արդար գալիք, չես հսպոփելու իմ սիրտը տանջված, ախ պիտի դատես ով մեծ դատախաս, թե մնալու եւ ռեժս երաս, դու դեռ ծիծաղես պիտի ով դահիճ, բայց հա անել կախված մի կտրիչ, լեզուն էր հանել, կախված տեղով էլ լեզուն էր հանել ոսոխի վրա, լեզուն կրակե ծիծաղը նրա, անշեչ հրի պես կախվածի լեզուն, անմիտ կախողի ցեղին էր կիզում, քանզի կախողից բարձր է կախվողը։ Հովհաննես Շիրազի արտասահմանյան նամակներից տեղեկանում ենք, որ ամերիկացի հայտնի արձակագիր Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը Հայաստան այցելությունից հետո ջերմորեն նամակ է հղել բանաստեղծին։ Շիրազ մարդուն ու պոետին նույնացնելով հայոց աշխարհի հետ։ Աշխարհահռչակ արձակագիրը գրում է. «Մենք հույս ունենք, որ դուք մի օր կայցելեք մեզ եւ կրկնակի հույսով սպասում ենք ձեզ հրամցնելու մեր հյուրընկալությունը մոտեցնելով այն ձեր այնքան անբռնազբոս ձևով մեզ հաղորդածին»։ Ցավոք բանաստեղծին այդպես էլ չթույլատրվեց շրջեր աշխարհով, ծանոթանալ եւ անձամբ զրուցել համաշխարհային գրականության մեծերի հետ։ Թարգմանիչ Քեմբարսկին գրում է. «Միայն ժողովրդի ծոցից ելած պոետը կարող է շքրել Բիբլիագանը։ Պոեմի սքանչելի երեսը համամարտկային խոհ է, իսկ աստառը խորը ազգային ցավ։ Վարպետ, ինչպես կփնութագրեք այս»։ Շատ ճիշտ է գրել, շատ հրաշալի։ Նույնիսկ ես չէի կարող այդպես գրել։ Պոեմը Վիկտոր Համբարձումյանը եւ Ավետիք Իսահակյանը պայծառ տարան, որ աշխարհ եկավ եւ տպվեցին ավելի քան 49 լեզվով։ Հետո այս բանը պետք է դու ասեի, որովհետեւ գրականագետ ես, չէ՞ դու։ Բայց իհարկե մեր ժողովուրդը ժամանակին անտիպ ժամանակել գնահատեց։ Բայց ինչպես գիտեք, էլի հնարավորություն չունեցա աշխարհ բերելու այդ պոեմը։ Բայց երբ որ տպագրվեց, ինչու լռեցին այն 29 քննադատները, չէ՞։ Տպվեց ռուսերեն, տպվեց բազում լեզուներով, նույնիսկ արաբերեն, նույնիսկ պարսկերեն, արաբերենը 2 անգամ, լեհերենը 2 անգամ, ռուսերենը 3 անգամ։ Ինչի լռեցին։ Մեկը ասում էր ազգային է, նացիոնալիստական է, թույն է, հապա ինչի լռեցին, թող գրեին։ Ուրեմն վայ քննադատներով լցված է եղել շուրջս։ Եվ ես հազիվ էսպես։ Ոնց որ պատանին իսնի Սևանի ծովը հրաշքով ելի երես։ Շիրազի որդու Սիփանի հուշերում կարդում ենք. ապրիլի 24-ն է, օրը ծանր էր, հայրիկը մռայլ, դուրս եկանք տնից, ոչ ոքի չէր բարևում, չէր խոսում, ժպիտի կտոր անգամ չկար երեսին, գլուխը կախ էր, մեկ-մեկ վեր էր նայում, չգիտեմ ուր, հայացքը սուր էր, մտազբաղ, աչքերը լիքն էին, թվում էր թե հիմա, հենց հիմա կարտասվի, թվում էր զայրույթն ու արցունքը խառնված կժայթքեն, աջ ու ահյակ մարդիկ փսփսում էին, Շիրազը, Շիրազը, դուրս են թողել, դուրս են թողել, մարդիկ նայում էին հայրիկին, ամեն ինչ հասկանում, ներքուստ զգում կիսում էին սուքը, վիշտը, զայրույթը, շարժ ու ձևը, որ վրեժ էր նշանակում, երբ մոտեցանք անմար կրակին, հայրիկը ծունկի իջավ, ինձ էլ ծունկի բերեց, լաց եղավ, ասում եմ լաց եղավ, հետո հիշում եմ կարծես ինքն իրեն, շատ ցածր ասաց, ննջեք, ապրում եմ, ինչպես մեռյալը ողջերի մեջ, կամ ինչպես ողջը մեռյալներին։ Հեշտ կյանք չէր, բայց զարմանալիորեն ինքը ուներ եւ իրենց սիրող ժողովուրդ, այդպես կարելի ասել, եւ միշտ իրենց զսպող, կանգնեցնող, չթողնողներ, արգելողներ, կարելի ասել պետական
բաներում, այդ շրջանակներում։ Այնպես որ ինքը երկու այսպես ասենք տխուր եւ ուրախ օրերը չի ասի հավասարազոր, բայց ապրել է։ Երասից մեզ դուրը զարկին, ներսից ասեցին, ով ասին ներսից ես, ներսից ինչ-որ մի կարապքին, ասաց մատաղ լինեմ կեզ, մի կտողած ողորմացին, աղկատկին եմ որ կամտեր, իսկ ես իսկում դուրը բացին, հրաս մռաս մայրիկս էր, սարսապեցի ջիգն ընգա, բայց ջիգն ընգա, Մայրս ասաց, ես եմ ես, քեզ փորձելու համար եկավ, որ Աստվածն է իմանա։ Խորհրդային տարիներին Հովհաննես Շիրազը միակն էր, ով համարձակություն ունեցավ հետևյալ տողերը ձոնելու Լիսաբոնի նահատակներին։ Ճիշտը 3 տասնամյակ առաջ խորհրդային հասարակարգի պայմաններում այն անհնար էր հնչեցնել, սակայն ձեռքից ձեռք էր փոխանցվում, որպես հիշեցում եւ գնահատանք։ Հիշեք հայեր բալիկներուդ, դեռ ծիլ ընկած գալիքներուդ, որ քեզ ամար պիտի տային, բայց կես ճամփին ընկան կիսատ, դեռ չտեսած հողն արարատ։ Հիշեք հայեր ընկնողներին, որ չհասած մեր հողերին ընկան 5 նելիսեր հայոց, մեր 5 միլիոն զոհված որդոց, որ գերձորում ընկած են դեռ, հայ վրեժի հույսով անմեր։ Շիրազի հետ կապված բոլոր հանդիպումները շատ ջերմ էին անցնում, որտեղ էլ լիներ, ինչ գյուղում էլ լիներ, ինչ քաղաքում էլ լիներ, ինչ դահլիճում էլ լիներ, միշտ մեծ ջերմությամբ էր անցնում Շիրազի հետ կապված հանդիպումները։ 1984 թվականին, երբ այլևս չկար Շիրազը, գրականագետ Սուրեն Աղաբաբյանը բարձր գնահատելով նրա գրական ավանդը գրում է. Ամեն օր նույն ժամին հայտնվում էր Աբովյան-Ամիրյան Տերյան փողոցների խաչմերուկներում, գլխին հավաքելով իր տաղանդի երկրպագուներին։ Սրանք ասես թե հաղորդակցվում էին Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քարուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ։ Այլևս չի երևալու ազգային ըղձասացի արծվենի կերպարանքը, այլևս բազմությունները չեն լսելու նրա կենթանի, սրամիտ, պատկերավոր խոսքը։ Այլևս Հովհաննես Շիրազն անցել է հավերժության գիրկը, անմահների համար սահմանված հավերժության օրենքով։ Մի օր առավոտ 8-ին զանգ տվեց տուն։ Վալոդյա ջան, չայնացավ իրա վրա, ասեց ինչ Վալոդյա, դա ինչ անուն է, փոխ է անունդ, Վարդան։ Ասի ինչ է, առյուծ չասեիր է դետ չեր խոսի։ Կուգաս էր տանք Թիվլիզը սավ։ Ասի առյուծ Թիվլիզին չենք գնում, հեչքս է վրաց կրողները հետս հանդիպում են սարկեք ուզեմ կեզ ետս տանիմ։ Ամարվա շոք օր էր։ Այն ժամանակ ղեկավարում էր երիտասարդ բանաստեղծ Հարություն Հովնաթանը, իմիջայլոց Շիրազը ոչ օդանավ էր նստում, ոչ լիֆտ էր նստում, և մոտը մարդ պիտի լիներ, որ փողոց անցկացներ, վստահելի։ Ասեց Հարություն կշե գարնի, առյուծ, Թիվլիս գնում եք Սևանի ճանապարհով, դու գարնիում ինչ գործ ունես, ասեց, էդի քու գործը չէ, Հարություն դու կշե։ Իջավ կանգնեց հեթանոս տաճարի մոտ, մտքում ինչ-որ բան էր մրմնջում։ Տաճարի շրջագայքը նայելիս տեսավ սյանստ բերում պարգած գյուղական սերացած մի գամպր։ Շիրազը մոտեցավ շան ու սկսեց հաչալ, հավ, շունը ալարգոտ մի աչքը բացարեց, տեսավ կենթանի արարածա գլխի վերևում, նույն ալարգոտությամբ աչքը գոցեց ու շպալունակեց մրապել, Շիրազը շուրեկով ասաց, Վարդան ջան, կտեսնիս, ենքան մարդ է տեսել, որ շնությունը մորցել է։ Բազմազավակ հայր, բանաստեղծ, ազգապաշտ հայորդի, Արարատի երգիչ, մեծանուն հայ, այժմ սիրտդ հանգչում է քո Արարատի գագաթին, այդ էր քո պատգամը։ Ինչպես երեկ եւ այսօր, այնպես էլ վաղը, Մասիսը հզոր է նաեւ քեզանով, հայը հպարտ է եւ ուժեղ քեզանով։
Շիրակ աշխարհի նվիրյալ զավակ մեր Շիրազ։ Այժմ քո Շիրիմին հազարավոր հայորդիներ չեն թողնում, որ թարամեն մանուշակներն ու ձնծաղիկները, շուշաններն ու կակաչները։ Աշխարհի բոլոր հայկական դպրոցներում հայ մանուկներն ու պատանիները քո խոսքերն են արտասանում։ Պանթեոն այցելող յուրաքանչյուր հայորդի գիտի այն քարատողը, որ պետք է արտասանի քո Շիրիմին։ Մեծն Շիրազ։ Անցորդ, խոնարհիր գլուխը քո սեկ։ Այստեղ հանգչում է մի բուռ դիեզերք։ Ծով ձգել կուզեր, ձգնորսնի շանը, պես դու ապերախտ աշխարի բանը, շատ է զարամել, էլ պետք չի գալու, գող ու գայլի հոտն էլ չի զգալու, իրքը դետագել շանորն ենգել էլ տուն չի բաղում, ու մարդ ամբանը նավակից դեպի ծով ներեց շանը, թշնամու նման ծով ներեց նրան, իր հավատարմին, իր հին մտերմին, ապշեց մի վարկյան դողար շունը, նա որ տարիներ պահում էր տունը, հսկում էր քունը տիրոջ ապիկար, գայլի հոտն անգամ չեր թողնում մոտ գար, ձմռան գիշերն էլ 1000 գայլով լի, բայց օր ծերության հանդիպեց գայլի, սկսվեց մի խոր գոտեմարդ լռին, բայց կարծես Աստված ուժ տվեց գամփրին, Տերը հրում էր, որ ծովը ձգե, շունը չքնում էր, որ կյանքը փրկե, տիրոջն էր կպչում, կարճում թաթերով, լուր կատաղությամբ և թե լուր սիրով, նույնիսկ աչքերում արցունք երևաց, բայց էր որ մարդն էլ կատաղեց, հևաց, երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց, ծրվեց նավակը, շուր եկավ թաղվեց ծովն ընկավ մարդն էլ, բայց տես ինչ տեսա, շունը խեղդվող տիրոջը հասավ, բերանով իսկույն բռնելով մարդուն լողալով նրան դուրս բերեց ծովից ու ինքն էլ մեռավ իր սրտի ցավից, երնեք կրծքի տակ մարդկության այս բիրտ, բաբախեր այսքան շնամեց մի սիրտ, ահա Շիրազը, մեծ ասելիքով, Խորհրդային տարիներին իշխող գաղափարախոսությունն ու հակազգային քաղաքականությունն անգամ չկարողացան լրացնել հանճարեղ բանաստեղծի հոգու ճիճն ու մտքի անսահման թռիչքը։ Շիրազը թողեց հսկայական գրական ժառանգություն, որը դեռ սերունդներ է կրթելու, ներշնչելու է հայ ժողովրդին հավատալ իր գալիք օրվան, իսկ բանաստեղծի ցանկությունը մահվանից առաջ հետևյալներ։ Ինձ էլ բերեք Մասսիդիոնից, իմ հուշերի արցունքով, երբ կազատեք, լուրն ինձ բերեք ոչ թմբուկով, ոչ շուքով, քանզի սիրտս շատ եմ նշվել Արարատի սկարոտից, որ չմեռնեմ խնդությունից, լուրն ինձ բերեք շշուկով։ Իրազն ասաց, Մասիսն է սյունն Հայաստանի, հայեր քաջող մագնիս է տունն Հայաստանի, բավ է հայեր ծրված մնակ մագներից պես, հրուսվերն է հավերժությունն Հայաստանի, հրուսվերն է անմահությունն Հայաստանի։